Մենք այն ժողովուրդն ենք, որ հավատում ենք Աստծո խոսքին։ Ոչ թե ընդամենը Աստծուն, այլ Աստծո խոսքին, Աստծո բոլոր տեսակի ներգործություններին, ինչ որ վերաբերում է Աստծուն, մենք հավատում ենք։ Հիմա հավատում ենք, որ Հիսուսը երկրորդ անգամ պիտի գա։ Հավատում ենք, որ հետմահու կյանքը կա։ Հավատում ենք, որ այս մարմնի մեջ մենք հավիտյան չենք ապրելու, այս մարմնից մի օր դուրս ենք գալու։ Թե Հիսուսի գալստյան օրը կլինի, թե մինչև Հիսուսի գալուստը կլինի, Հիսուսի գալուստից հետո չեմ ուզում ասեմ։ Հիսուսի գալուստից հետո վայ նրան, ով դեռ այս մարմնով կմնա երկրի վրա։ Եթե մինչև Հիսուսի գալուստը այս մարմնից դուրս գանք, կամ Հիսուսի գալստյան ժամանակ մենք իրան միանանք, մենք հավատում ենք սրան։ Իսկ եթե հավատում ենք, այս հավատքը մեր մեջ մղում պիտի առաջացնի, մեր միտքը պիտի աշխատեցնի, որ պատրաստվենք։ Որտեղ հավատում ենք, որ այնտեղ էլ միանշանակ չէ, այնտեղ շատ տարբեր վիճակներ կան, մասնավորապես կա փրկություն եւ կորուստ։ Եվ դրա համար մենք այն մարդիկ ենք, որ ուզում ենք փրկված լինենք։ Հիմա այս բոլոր պատրաստությունը, բոլոր նախապատրաստությունը դրա համար է, որ մենք չկորսվենք, այլ փրկվենք։ Որ այս մարմնից դուրս գալուց մեր աչքերը բացենք Աստծո ներկայության մեջ, ոչ թե մի այլ տեղ։ Դրա համար կան որ սերտողությունը վերջացրինք, բայց իմ մեջ դրվել է, որ պատրաստվելու համար ես ոնց որ շարունակեմ, ես պատրաստվելու մասին ինչեր կարելի է խոսել, խոսեմ պատրաստվելու մասին։ Ինչ անենք, որ պատրաստվենք։ Մասնավորապես, որ ասեմ վերցրել եմ, ես հավատում Աստված դրեց իմ մեջ։ Կողոսացիների 3-րդ գլխի սկզբի առաջի խոսքերը։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ուրեմն վերի բաները մտածեք, վերի բաները փնտրեք, որ Քրիստոս կնստի հոր աջ կողմը, գրվում այնտեղ, չլա պետք չգրել։ Այսօր ես համարները ամբողջությամբ չեմ կարդալու, այլ մեջից հատվածներ։ Որտեղ դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Աստծո մոտ Քրիստոսի հետ։ Եվ երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, մենք էլ նրա հետ փառքով կհայտնվենք։ Շնորհակալ եմ Աստծուն այս խոստումի համար։ Հիմա, որպեսզի նրա հետ փառքով հայտնվենք, որպեսզի մենք հավատանք մեր կյանքը պահված է նրա մեջ, այն բաժինը, որ մեզ ավերաբերն պարտավոր ենք անելու, որն էր վերինները մտածեք, վերինները փնտրեք։ Մենք էլ երկրայինը չենք։ Մենք արդեն ընդեղի մեր գրանցումը, երևի անցած անգամ, երևի ոչ թե միայն անցած շատ եմ ես միտքը ասում, ներող կլինեք, որ շատ եմ ասում, բայց ուզում եմ հաստատվի մեր մեջ։ Աշխարհը ինձ ու քեզ մեզ դարձրել էր ծախու ապրանք։ Հիմա ուզում հայտարարեմ, այլևս դու ծախու ապրանք չես։ Դու գնված ես Հիսուսի կողմից, դու Հիսուսի սեփականությունն ես, քո անունը գրանցված է, Հիսուս ասեց ուրախացեք, որ ձեր անունները երկնքում գրված են, քո ապաշխարությունով քո անունը գրված է երկնքում, դու արդեն Աստծո բաժինն ես, դու Աստծո կողմից պահպանված ես եւ այլ շատ բաներ կարող ենք ասել։ Դե ուրեմն, եթե համեմատես քո այստեղի կյանքը եւ այնտեղի կյանքը, այստեղին է շատ չնչին է այնտեղի համեմատ։ Շատ քիչ է։ Թե ժամանակի իմաստով, թե իր լավ լինելու իմաստով։ Դրա համար ասում եմ ընդեղինը փնտրի։ Դու մի օր գնալու ես, նենց արա որ գնաս ընդեղ գանձեր ունենաս։ Նենց արա որ գնաս ընդեղ դու խեղճ ու կրակ չլնես։ Ընդեղի համար հոգա։ Նորմալ է, բնական է։ Հավատացող մարդ հենց այս ուղղությամբ էլ մտածի։ Եթե հիշում եք անցած անգամ խոսեցինք այս մասին։ Աստված, որպեսզի մեր կյանքում գործի, Աստված մեզանից մի բան է սպասում։ Մի հատ ինձ ուշադրություն դարձրա։ Մի հատ լսի։ Մի հատ ուշադրություն դարձրա, ինչ եմ ասում քեզ։ Եվ միշտ էլ Աստված ինչ որ ձևով իրան հայտնում է։ Թե խոսքով, թե կյանքի տարբեր դրվագներով, ինչքան մարդու կանգնես հարցնես, շատերը կներկայացնեն, որ իրանց կյանքում ինչ որ մի հրաշք եղել է։ Աստված միշտ էլ մարդուն ուզում է ասենց արթնացնի, որ մի հատ մտածի էլ այդ մասին, որ Աստված կա
Եվ Աստված քո համար ինչ որ բաներ անում է։ Դե այսօր մի ուրիշ տեղ եմ ուզում ներկայացնել, մի ուրիշ վերնագիր եմ դրել, անցած անգամվանը ուշադրություն դարձրել, այս անգամվանն էլ ուզում եմ մի տեղ կարդամ, նոր այդ վերնագիրը ասեմ։ Դե այս բանը լավ, ստերից ասեմ։ Կողոսացիների հետ 3-րդ գլխից որ ասի, ուրեմն վերի բաները փնտրեք, վերի բաների ամենագերագույն Աստվածը։ Կարող ենք ինձ ընդունել։ Ոչ թե Աստծուն թողենք ընդեղի չգիտեմ գանձերը փնտրենք, այլ ամենակենտրոնական անձը, ամենավերին, ամեն բան տվողը Աստվածը։ Առաջինը ուրեմն Աստծուն փնտրենք։ Եթե ասում ուստի կամ ուրեմն վերի բաները, վերինները փնտրեք, ես այսօր առաջարկում եմ, այդ վերինների ամենավերինին փնտրենք։ Աստծուն փնտրենք։ Եվ այսօրվա իմ խոսքի վերնագիրը Աստծուն փնտրելու մասին է։ Աստծուն փնտրելու վերաբերյալ եմ համարներ գրել եւ այդ եմ ուզում ներկայացնեմ։ Հիմա առաջի եւ այն կարևորագույն, որը կանոն մենք պիտի համարենք, Գործք առաքելոց 17 գլխի 26 համարն է, բայց մինչև 31 կարդամ, բայց հատկապես կանգ եմ առնելու 26-ի վրա։ Բոլոր ազգերը մեկ արյունից արեց, որպեսզի բոլոր երկրի երեսի վրա բնակվեն եւ որոշված ժամանակներ հաստատեց ու նրանց բնակության սահմանները Աստծուն փնտրելու, որպեսզի թեկուզ խարխափելով իրեն գտնեն, թեպետե մեր ամեն մեկից էլ հեռու չէ, որտեղ նրանով կապրենք եւ կշարժվենք ու կանք, ինչպես ձեր բանաստեղծներից մի քանիսն էլ ասեցին, քանզի մենք նրա ցեղից ենք, ուստի Աստծո ցեղից լինելով պետք չէ որ այնպես համարենք, թե աստվածություն նման է ոսկի կամ արծաթի կամ քարի, որ մարդու վարպետությունով ու խելքով քանդակված է։ Արդ Աստված տգիտության ժամանակներ անտեսանելով, հիմա ամեն տեղ պատվիրում է բոլոր մարդկանց, որ ապաշխարեն, որտեղ ինքը մի օր սահմանեց, որի մեջ աշխարհս արդարության պիտի դատի այն մարդու ձեռքով, որ որոշեց ու բոլորին հավատացրեց նրան մեռելներից հարուցանելով։ Ես հիմա նորից ուզում եմ վերադառնամ արդեն հատուկ մի քանի կետի վրա ուշադրություն դարձնենք։ Աստված բոլոր ազգերին մեկ արյունից արեց, բոլորս գիտենք։ Բոլորս Ադամից եւ Եվայից ծնված ենք։ Որպեսզի բոլոր երկրի երեսի վրա բնակվեն եւ որոշված ժամանակներ հաստատեց ու նրանց բնակության սահմանները Աստծուն փնտրելու։ Իմ համար էսի մեծագույն եւ կարեւորագույն բանը։ Ես այս բոլոր մարդկանցից մեկն եմ։ Դու ես բոլոր մարդկանցից մեկն ես։ Եվ Աստված ինչ արեց։ Ժամանակներ ու բնակության սահմաններ հաստատեց ինչ նպատակով։ Ես ելի եմ ասում, որ մի քանի տոննա կարտոշկա ուտենք, մի քանի խոզ մորթենք եւ այլն։ Հասկանալի է, համահրանքով եմ ասում։ Գրված է, որ Աստծուն փնտրենք։ Քո երկրային կյանքը 70 տարի, 80, 90, 100 եւ այլն մի նպատակով է տրված, որ Աստծուն փնտրես գտնես։ Մեր ժամանակը եւ տեղը տվել Աստված այս նպատակով, որ Աստծուն փնտրենք, շարունակության մեջ ասում է թեկուզ խարխափելով իրեն գտնենք։ Ուզում եմ ցավալիորեն թե ինչ ասեմ, Ադամն ու Եվան մեր նախապապ ու նախատատը դրախտում Աստծուն կորցրին։ Դե պարզ Աստված ինքը չկորավ, նրանք իրանք կորան, իրանք Աստծուն կորցրեցին, Աստծո հետ հարաբերություն կորցրին։ Բայց հիմա Աստված ուզում է որ մենք Աստծուն գտնենք։ Մենք այդպես կորցրած չմնանք, Աստծուն գտնենք։ Մեր այս կյանքի ժամանակը տված է Աստծուն գտնելու։ Եվ ասի 30-31 համարներին ուշադրություն դարձրեք։ Ուստի Աստված տգիտության ժամանակներ անտեսանելով հիմա ամեն տեղ բոլոր մարդկանց պատվիրում է որ ապաշխարեն։ Այսինքն այն ժամանակ որ չենք հասկացել, այն ժամանակ որ Աստծուն չենք փնտրել, այն ժամանակ որ մեր հաճույքների հետևից ենք գնացել եւ այլն, դրանք անտեսան։ Ներում եմ։ Հիմա խոսքը հասցրել եմ քեզ։ Աստծուն փնտրի որ ապրես։ Որովհետև, այս որովհետև արդեն թունդացնում է։ Ինքը մի օր սահմանեց, որի մեջ աշխարհը արդարության պիտի դատի այն մարդու ձեռքով, որ որոշեց ու բոլորին հավատացրեց նրան մեռելներից հարուցանելով։ Հասկանալի է Քրիստոսի մասին է խոսքը։ Այսինքն Աստված դատաստանի օր է սահմանել։
Եվ այս խոսքերից ես հավատում եմ, սենց էլ պատկերացնում, սենց էլ հիմա փոխանցում ձեզ։ Ես հավատում եմ, որ այն օրը մեզանից յուրաքանչյուր օր կանգնենք Քրիստոսի ատյանի առջև, Աստված ոչ թե հարցնելու է, թե մենք ինչեր ենք արել երկրի վրա, ինչ դղյակներ ենք սարքել, ինչ ավտո ենք քշել, ինչքան հարստություն, ինչքան չգիտեմ ինչ հաճույքներ, այդ բոլորը զերո են այնտեղ։ Աստված հարցնելու է, քո եւ Աստծո հարաբերությունը ինչքանով ես դու կարգավորել։ Դու ինչքանով ես փնտրել եւ գտել Աստծուն։ Եթե Աստծուն չես փնտրել եւ չես գտել, այնտեղ ոչինչ չունես։ Դատաստանի արժանի ես։ Բայց եթե Աստծուն փնտրել եւ գտել ես, հավիտենական կյանք ունես։ Այսինքն, մեր դատաստանի, մեր պատասխանատվության հիմնական նյութը է սա։ Մեր այս ժամանակ, որ Աստված տվել էր, 90 տարի ապրեցիր երկրի վրա, Աստծուն գտար թե չէ։ Եթե ուրիշ ինչ ներկայացնես, ինչեր եմ արել, ոչ մի բան ընդեղ նշանակություն չունի։ Այդ արածներդ, ինչպես քո մարմիններ, բոլորը ոչինչ են, վառվելու ապրանք են։ Աստծուն գտել ես թե չէ։ Աստծո հետ բարեկամացել ես թե չէ։ Ինչ մեկ տեղեր կար, որ Հիսուսն ասեց, ձեզ չեմ ճանաչում։ Հիմա Հիսուսը քեզ ճանաչում է թե չի ճանաչում։ Այս է առանցքային, այս է կարևորը։ Եթե ուրիշ բաներ չասեմ, այս է հերիք է, որ մենք այս ուղղությամբ մտածենք եւ գնանք ու ամեն ջանք դրած պատրաստվենք։ Ստեղից ես եմ վերցնում։ Աստված ժամանակ հաստատեց եւ բնակության սահմաններ, այսինքն ինձ չարեց, որ մենք թափառական լինենք, տենց էլ չկարենանք։ Ամեն մեկից հնարավորություն տվեց տուն տեղ ունենանք, ապրելու հնարավորություն, ապրելու վայր ունենանք, այսինքն դու կարողանաս Աստծուն փնտրել։ Դու ինչ որտեղ կարողանաս հանգստանալ, նորից փնտրել, հանգստանալ, նորից փնտրել, մինչև որ թեկուզ խարխափելով գտնես։ Չեմ ուզում թեկուզ խարխափելու վրա շատ կանգ առնել, բայց կարամ երկու բառ ասեմ։ Օրինակ Մովսեսը ուզում էր, Աստծուն ասում էր քո երեսը տեսնեմ։ Աստված ասաց իմ երեսը որ տեսնես չես կարող ապրես։ Մարդ չի կարող Աստծո երեսը տեսնել եւ ապրել։ Այսինքն կարող Աստծո երեսը չտեսնես, բայց Աստծո հետ հաղորդակցվես։ Ուզում ասեմ ես խարխափելով սենց եմ հասկանում։ Պարտադիր չի քո ուզածը լինի։ Ոմանք ասում են դե թող Աստված գա ներկայանա մի հատ, որ հավատամ։ Պարտադիր չի Աստված գա ներկայանա, Աստված այնքան ներկայացնելու բաներն ու քեզ ցույց տալու։ Ես դատաստանի օր ամեն մարդու առջև այնքան բաներ ա դնելու, այսքան իմ ձեռի գործերն էր, մի հատ ուշադրություն դարձնեիր։ Այն որ դու մահից փրկվեցիր, այն որ քո կյանքում ես բան եղավ, այն որ ես եղավ, այս սրանք իմ ձեռի գործն էին։ Սրանցով ես ապացուցեցի, որ քեզից վեր կա մեկը։ Մի հատ ուշադրություն դարձնեիր։ Խարխափելով էսա, ոչ թե քո ուզածով, այլ աշխատես Աստծո ճանապարհով գնաս, Աստծո ուզածով իրան գտնես։ Բայց այստեղ չեմ ուզում շատ կանգ առնեմ։ Ես ուզում եմ այս միտքը շարունակեմ յուրիշ ուղղությամբ, ասեմ ինչ ուղղությամբ։ Ուրեմն այսքան ընդունեցինք։ Աստված մեզ երկրի վրա դրել է, որ մենք իրան փնտրենք ու գտնենք։ Հիմա այս փնտրելու որոշ ձևեր կամ մեզից առաջ եղած ինչպիսի մարդիկ ինչպես են փնտրել եւ գտել։ Դե բնական է, բոլորս էլ օրինակի կարիք ունենք։ Եվ Աստված օրինակներ ունի, գիտեք, գրված առաջ Կորինթացին 10-րդ գլխում գրված է, որ նրանց հետ ինչ որ կատարում էր, դա մեր համար օրինակ է։ Մենք օրինակներ ունենք։ Այս օրինակներով տենանք, ինչպես փնտրեցին, ինչպես գտան, երբ որ գտան, ինչ եղավ իրանց հետ, Աստծուն փնտրող գտնողը ինչ է շահում, ինչ է ունենում, ինչ չի ունենում եւ այլն։ Այսինքն Աստծուն փնտրելու ձևերը եւ գտնելու օգուտները, ասենց ասեմ, օգուտները թե հետևանքները։ Հիմա ես որոշ համարներ եմ դուրս բերել, այդ համարների հիման վրա ուզում այս փնտրելու մեջ մի քիչ խորանանք։ Երկրորդ օրինաց 4:29 եւ Երեմիա 29:13, այս երկուսը նույն բանն է։ Բոլոր սրտով Տիրոջը պիտի փնտրես եւ կգտնես։ Ես համարից հանել եմ այս կարճ հատվածը։ Այնտեղ գրած է, հա։ Ահա։ Ուրեմն ստեղից ինչն եմ ուզում ներկայացնել։ Աստծուն փնտրելը կամ Աստծուն գտնելու համար մի պայման կա։
ամբողջ սրտով։ Են թեթևակյորեն չէ, իմիջիալոս չէ։ Մի հատ օրինակ ասեմ։ Գիտեմ, ձեզ մարդ կա, որ սունկ հավաքելու գնացած լինի։ Ես սունկն եմ ասում, որտեղ հիմա սունկի սեզոնն է։ Կամ ուրիշ մի բանջար, չգիտեմ ինչ։ Եթե ճամփով եթում ես, ձեռի հետ նայում ես, էլի սունկ կլինի, թե չէ, ասեմ, չի լինի։ Կամ 10 տարի մի անգամ կարող մի հատ հանդիպի։ Բայց որ սրտանց ուզում ես գտնես, պետք է ժամանակ տրամադրես, էներգիա տրամադրես, սար ու ձոր առնես դեմդ, ես փնտրել։ Հոգնես, այ որ փնտրես կգտնես։ Որ ճամփից դուրս գաս, իմիջիալոս չփնտրես, իսկապես սրտանց փնտրես գտնես։ Այ Աստված ասում է, եթե սրտանց փնտրես, կգտնես։ Հասկացաք, ես մի պայման։ Իսկ թե սրտանցա թե չէ, Աստված լավ է տեսնում։ Մեր շարժառիթները Աստված տեսնում է։ Դու սրտանց ես փնտրում իրան, թե ոչ, Աստված տեսնում է։ Մի տեղ կա գրած, ասում է, այն ինչքան սրտանց փողն ես փնտրում, դեստեղ արծաթ է գրած։ Այդքան սրտանց որ ինձ փնտրես կգտնես։ Մարդիկ փողը շատ սրտանց են, չէ՞ փնտրում, այսինքն ժամանակ են տրամադրում, աշխատում են, ինչ չարքաշ աշխատանք են անում, մենակ որ փող վաստակեն։ Այդ այնց ասում է, որ ինձ փնտրես կգտնես։ Հիմա մեր սրտերը Աստված տեսնում է։ Եսի մեկ, եղբայրներ, ծառայողներ, եթե բանկ ունենաք ասելու համեցեք։ Մյուսը, առաջի մնացորդած 28-9։ Քու հորդ Աստծուն ճանաչի ու նրան կատարյալ սրտով ու հոժար կամքով ծառայություն արա, քանզի Տերը ամեն սրտերը կքննի ու ամեն մտքի խորհուրդները կճանաչի, եթե նրան փնտրես, պիտի գտնես, եւ եթե նրան թողես, նա էլ քեզ հավիտյան պիտի մերժի։ Ստեղ մի բան ավելացրեց։ Դե էլի հոժար սիրտ, սրտանց եւ այլն, բայց եթե սրտանց չփնտրես, եթե թողես, նա էլ քեզ կթողի։ Եսի մի ուրիշին էլ ասում։ Լավ, այդ ուրիշին հետո կհասնեմ դրան։ Եզրաս 8:22 Մեր Աստծո ձեռքը իրեն փնտրողների վրա է։ Եսի այնտեղնա, որ մի համար էլ կար, բայց երկուս միացրեց իրար։ Եզրասը, ովքեր կարդացել են, գիտեն, Եզրասը ով է, Եզրասի գիրքը ինչի մասին է։ Բաբելոնյան գերությունից, երբ որ վերադառնում էին Իսրայելի ժողովուրդը, Եզրասը այնտեղ ճանաչված դպիր մարդ էր, եւ թագավորը առաջարկեց, ասեց, ճանապարհին կարող է ավազակներ, վտանգներ լինի, զորք տամ։ Եզրասն ասեց, չէ, Աստծո ձեռքը իր փնտրողներին ուրա։ Աստծո ձեռք իրեն փնտրողների վրա, այսինքն մենք Աստծո պաշտպանության տակ ենք։ Այս հավատքով նա երկրից երկիր, այսինքն պետությունից պետություն ճանապարհության դուրս եկավ։ Առանց պահապան զորքի, նա իր պահապանությունը Աստծո մեջ էր տեսնում։ Եվ Աստծո ձեռքը իրեն փնտրողների վրա է։ Հիմա այս ուզում եմ բերեմ մեր վրա։ Ինձ ու քեզ ասեմ, սիրելի Աստծուն փնտրող, Աստծո ձեռքը իրեն փնտրողների վրա է։ Ինչ իմաստով, պահպանության իմաստով իհարկե։ Աստծո ձեռքը իրեն փնտրողների։ Ուրեմն վերինները փնտրեք, Աստծուն որ փնտրեք, դու պահպանության տակ կլինես։ Քեզ զորք պետք չի լինի, Աստված քեզ կպահի։ Քեզ ուրիշ պաշտպանություն պետք չի լինի։ Ոչ մի ավազակ, գող, խուժան չի կարող մոտենալ քեզ, որտեղ հիշում եք Եղիսեին պատմության մեջ, որ ասեց մեր հետ լինողները նրանցից շատ են։ Քո շուրջ ավելի մեծ հրեշտակների բանակ կլինի, քան թե այդ ավազակները չգիտեմ ինչ էր։ 34 Սաղմոսի մեջ է գրված, որ Աստծո հրեշտակ իր բանակը դնում է Տիրոջից վախեցողի 4 կողմը։ Հաջորդ համարը որ կուզեմ ներկայացնեմ, ուրեմն Սաղմոս 69:32 Աստծուն փնտրողների սիրտը պիտի ապրի։
Սիրտը հաճախ հոգու հետ է։ Մարդու ներքնաշխարհը սիրտը։ Աստված մի հռչակում անում։ Աստծուն փնտրողի սիրտը կամ հոգին պիտի ապրի։ Մյուս տեղ ասում է ով ուզում ապրի, ով ուզում բարի օրեր տեսնի, ով ուզում կյանք տեսնի։ Աստծուն փնտրողի հոգին պիտի ապրի։ Ես սա հռչակում եմ բոլորիդ վրա։ Ու տեսեք ինչքան կարևոր է Աստծուն փնտրելու այդ գործընթացը։ Ովսե 5:15 Ես պիտի գնամ ու իմ տեղս դառնամ, մինչև նրանք իրենց հանցավոր լինելը խոստովանեն, ու իմ երեսս փնտրեն, երբ նեղության մեջ մտնեն, ինձ կանուխ պիտի փնտրեն, ստեղ էլ մի ուրիշ միտք է մեզ արդեն բանանում։ Նրանք ովքեր չարություն են անում, նրանք ովքեր Աստծուց հեռանում են, նրանք ովքեր իրաց լավ չեն պահում եւ այլն։ Աստված ասում է ես կհեռանամ, կգնամ իմ տեղը, մինչև այ կարևոր բաներից մեկը է Աստծուն ինչպես փնտրել, իրենց մեղքը ճանաչեն, իրենց հանցանքը խոստովանվեն, դարձի գան, այդ ժամանակ ինձ փնտրեն, կգտնվեն։ Ուրեմն Աստծուն փնտրելու համար այն մեկը կար, սրտանց եթե փնտրես, ստեղ էլ ասում է, դարձի գալով։ Ստեղ կարելի է այս մի տեսանկյունից ասել։ Եթե մի բան ես փնտրում, ասենք մի բան փնտրում ես, ճանապարհին քեզ ինչ-որ ուրիշ առաջարկ են անում։ Եթե դու սրտանց ես փնտրում, այդ ուրիշ առաջարկներ կմերժես։ Ճիշտ է։ Հիմա եթե Աստծուն ես փնտրում, դու ամեն մի մեղք ու հանցանք, ամեն մի սխալ քայլ, որոնք հասկանում ես որ խանգարում են քո եւ Աստծո հարաբերությանը, կթողես։ Եվ եթե չթողես, չես գտնի, Աստված իր տեղից դուրս չի գա։ Ասում ես կդառնամ, կգնամ իմ տեղը, մինչև իրանց հանցավոր լինելը ճանաչեն, խոստովանեն, դարձի գան։ Ուրեմն Աստծուն փնտրելու նաև մի մեր պարտականությունը հեսա։ Թողենք բոլոր տեսակի խանգարող բաները։ Մեղք ու հանցանք, դարձի գանք, խոստովանենք, ճանաչենք, որ Աստծուն կորցրել է մեղավորը ես եմ, ոչ թե Աստված։ Ամովս 5:4-6 Տերը փնտրեք, որպեսզի ապրեք։ Շարունակեմ։ Երկրորդ մնացորդաց 15:2 Եթե Աստծուն փնտրեք, պիտի գտնեք, իսկ եթե թողեք, նա էլ ձեզ կթողի։ Ես արդեն խոսացինք։ Էլի երկրորդ մնացորդից բավականին համարներ կան։ 14:7 Մեր Աստծուն փնտրեցինք, դրա համար մեզ հանգստություն տվեց։ Սաղմոս 81-ից, որ ներկայացրեցի, որ Աստված ասեց. Երանի թե իմ ժողովուրդը ինձ լսեր, ես նրանց թշնամիներին կխոնարեցնեի նրանց առջև։ 81 Սաղմոսի այս մասը 10 համարից հետո, մինչև 16 համարը, ճիշտ կլինի ձեր սրտում դնեք, ձեր ականջին օղ արեք, բայց ներսից, որ մեջ չլինի, դրսից չլինի։ Ուրեմն, Աստված ասում է, եթե իմ ժողովուրդը ինձ լսեն, նրանց թշնամիներին կխոնարեցնեմ։ Ստեղ էլ նման բան է, թագավորն է ասում, Աստծուն փնտրեցինք, դրա համար մեզ այս հանգստությունը շնորհեց, այսինքն հանգստություն չի ասում, որ էլ գործ չենք անում, չէ, թշնամիներից հանգիստ եղանք։ Առանց պատերազմի անցանք։ Երանի մեր ամբողջ ազգը Աստծուն փնտրի։ Երանի այս թշնամություններն ու ատելությունները վերանա, իրար սիրեն եւ խաղաղությամբ Աստծուն փնտրեն։ Ես հավատում, Աստված հանգստություն կշնորհի։ Այսօր ինչքան վախեր ու բաներ կան, ինչքան թշնամություններ կան, ասում եմ, Երանի Աստծուն փնտրեն մեր ժողովուրդը, բայց գոնե եկեղեցին Աստծուն փնտրի, գոնե եկեղեցու մարդիկ Աստծուն փնտրեն, Աստված մեր խաթեր էլ կարող է մեր ժողովրդին հանգստություն տալ։ Քսանի 3, երկրորդ մնացորդաց 20:3 համարը։ Հովսափատը վախեցավ ու Տերոջը փնտրելու ետևեն եղավ ու ծոմ քարոզեց ու հետո մնացածը ես չեմ գրել որ ասեմ։ Տենց Հովսափատը, որ իմացավ է թշնամին գալիս է իրանց վրա,
ծոմ հայտարարեց, վախեցավ ծոմ հայտարարեց եւ Տերը փնտրելու ետևեն եղավ։ Սկսեցին Տիրոջը կանչել։ Եվ մեկը մարգարեացավ ու ասեց. «Ես պատերազմ, Աստված ասում է, ես պատերազմը ես եմ անելու։ Դուք սուր չեք բանացնելու»։ Հոսապատը հավատաց եւ այնտեղ մի հատ կարևոր հայտարարություն արեց։ Բերեք այս 20 գլխի 20 համարն էլ, հա գրեք։ Ելան ու անապատը գնացին եւ այլն։ Հովսապատ կանգնեց ու ասեց. «Ով Հուդա ու Երուսաղեմ բնակիչներ», այսինքն մեզ ավերաբերում։ «Ինձի ուշադրություն դարձրեք, ձեր Տեր Աստծուն հավատացեք ու ապահով պիտի լինեք, նրա մարգարեներին հավատացեք ու հաջողություն պիտի ունենաք»։ Այսի մի եկեղեցի պլակատինման գրեկ կպցրել էր պատից։ Ձեր Տեր Աստծուն հավատացեք ու ապահով կլինեք, նրա մարգարեներին հավատացեք ու հաջողություն կունենաք։ Դե նրա մարգարեներին բերեք հավատանք, այս Աստծո մարգարեությունները։ Հիմա ովքեր այդ պատմությունը գիտեն լավ, ովքեր չգիտեն հուշեմ։ Հովսապատը այնքան հավատաց, որ զորքի առջևից երկողներին դրեց։ Ոչ մի գեներալ էսի չի հասկանա։ Ես խելքից դուրս բան կհամարի։ Զորքի առջևից պետք է ամենազորավորներին, ես իմ ինչ զենքերը դնի։ Երկողներին դրեց։ Եվ Աստված այդ թշնամիներին նենց արեց, իրանք իրար դեմ դուրս եկան, իրար կոտորեցին, Հոսապատի բանակը գնաց ընդամենը ավարը հավաքելու։ Իրանք սուր չբանացին, իրանք թշնամու հետ երես առ երես չտեսնվեցին։ Աստծուց վախեցողին, Աստծուն փնտրողին, Աստծուն լսողին Աստված այսպես հաջողություն է տալի։ Այդ ավարն էլ մի օրում չկարեցան հավաքին, 3 օր հավաքեցին, 4-րդ օրը նոր գնացին այդտեղ մի հատ տոն կատարեցին, դրա մեր այդ Հովիտի անունը դրեցին օրհնության Հովիտ։ Էլի երկրորդ մնացորդած 30 գլխի 18-19 համարները։ Եզեկիայի աղոթքը. Տերը քավություն անի նրանց, որոնք սրտանց փնտրեցին Տեր Աստծուն։ Էսի Եզեկիան էլի թագավոր էր, Եզեկիան զատիկ էր կազմակերպել եւ ոչ թե միայն Հուդայի երկրից, այլ Իսրայելից էլ, մյուս ազգերից էլ եկել էին։ Դա պետք չի։ Էլ մի գրեք, ես ասում եմ։ Որոնց ոմանք պատրաստ չէին, զատիկ ուտելու համար հատուկ դի պատրաստվեին, մաքրվեին, պատրաստ չէին, բայց Եզեկիան աղոթեց, քանի որ սրտանց էին եկել, Աստծուն փնտրելու էին եկել, ասես Տեր Աստված քավություն արա նրանց, եւ Աստված գրած նրանց քավություն արեց, եւ նրանք զատիկը կերան, այսինքն, ուզում ասեմ, Աստծուն փնտրողի մեղքերը Աստված ներում է, քավություն անում։ Երկրորդ մնացորդած 31-21 Էլի մի թագավորի մասին է։ Իր բոլոր գործերը Աստծուն փնտրելով արեց եւ հաջողվեց։ Ուզում ես խոսքը բերեմ մեր վրա։ Էսի գրված է, որ մենք կարդանք եւ ստերս օրինակ վերցնենք։ Եթե քո գործերը Աստծուն փնտրելով անես, կհաջողվես։ Ընդունում եք, ես խոսքի համեմատ։ Փորձեմ ներկայացնել, ոնց եմ հասկանում, գործերը Աստծուն փնտրելով անես։ Բնականորեն մենք շատ գործեր ենք անում, ուտելու հետ կապված, հագնելու հետ կապված, տուն, տեղ, գործ եւ այլն, տարբեր գործեր ենք անում։ Աստված չի ասում մի արեք, բայց ինչ որ անում ես, մի հատ մտածի, այդ գործը քո եւ Աստծո հարաբերության համար օգուտ տալիս է թե վնաս է տալիս։ Պողոսը միտեղ ասեց, այն ինչ որ ինձ շահ էր, էդ էլ վնաս համարեցի, որպեսի Քրիստոսին շահեմ։ Այսինքն, ինչ գործեր ուզում լինի, եթե քո եւ Քրիստոսի հարաբերությանը խանգարում է, էդի թող։ Դրա համար ասում է, հաջողվեց, երբ որ իր բոլոր գործերը Աստծուն փնտրելով արեց։ Այսինքն, նպատակակետ ես դնում, ես ուզում եմ հասնեմ Աստծու հետ հանդիպման։ Ես ուզում եմ գտնեմ Աստծուն, այս ճանապարհին, եթե բաներ կա, որ ինձ կօգնի, անեմ, եթե չէ, թողում եմ այս գործերը։ Այն գործերն եմ անում, որոնք ինձ դեպի Աստված կտանեն։ Այն գործերն եմ անում կան, որոնք չեն խանգարում իմ եւ Աստծո հարաբերությանը։ Իր բոլոր գործերը Աստծուն փնտրելով արեց եւ հաջողվեց։
Վերնուսն մատս, քո բոլոր գործերը Աստծուն փնտրելով արա եւ կհաջողվես։ Բոլոր գործերի մեջ։ Սենց ամեն բանին, ամեն գործիդ բեր կպցրես միտքը։ Հիմա ես Աստծուն կհասնեմ, թե չէ։ Այս գործի մեջ Աստծուն կհանդիպեմ, թե չէ։ Մի հատ բան պատմեմ, որը էլի պատմել եմ։ Բոնկեի քարոզներ, Բոնկեի մասին լսել եք, գերմանացի քարոզիչ։ Իր քարոզներից մեկի մեջ ինքն է պատմում, որ Աֆրիկայում մի տեղ մի մարդ մոտեցել է իրան, ասել է, որ ես որ ապաշխարեցի, այնքան մոտ էի, մտերիմ էի Քրիստոսին, որ սենց քայլելուց ես զգում էի Քրիստոսի ներկայությունը, հետը խոսում էի։ Եվ մի անգամ մի տեղով անցնելուց դու մի ասա, գինետունա, որտեղ ժամանակին ինքը շատ է եղել։ Ասում է Հիսուս, 5 րոպեով մտնեմ հելնեմ, էլի, թույլ տուր։ Դե, Հիսուսն ես ջենտլմենա, չի ասում չէ։ Մտնում հելնում էլ Հիսուսը չկա։ Տարիներ, իշքան 20 տարուց ավել, այդպես Հիսուսին կորցրած, շատ վատ վիճակի մեջ ապրում է մինչև հանդիպում Բոնկեին, այդպես ապաշխարում է Բոնկեն աղոթում է նորից գտնում է Հիսուսին։ Ես հիշում եմ նոր էի, դեռ նոր հավատեի։ Մի ծանոթի, թե բարեկամի չեմ անում, մեկի հարսանիքներ, իմ ավակին, իմ հովին, հարցրեցի գնամ, թե չէ, մի սենց բան ասեց, եթե Հիսուսը հետդ կգա, կամ եթե Հիսուսին կարաս հետդ տանես գնա, եթե չէ, արդեն հասկացաք, իմ բոլոր գործերը անեմ այնպես, որ Հիսուսը իմ հետ լինի, եթե այդ իմ գործով Հիսուսից զրկվեմ, հավիտյան կթողեմ այդ գործը։ Իհարկե, կան գործեր, որ կարող է քո համար գրավիչ են, բայց Հիսուսի համար գրավիչ չեն։ Կարող է քո մարմինը ուզում է, բայց Հիսուսը չի ուզում։ Գիտեք, Գաղատացիների 5-րդ գլխում է գրված, որ մեր մարմինն ու հոգին իրար հակառակ են։ Այո, կարող է մարմինդ ուզի, բայց հոգիդ չուզի։ Բայց եթե հոգիդ Հիսուսի հետ կապի մեջ չի, հոգիդ չի կարող այդ իր չուզելը ներկայացնի։ Քեզ թվում է, որ լավ է եւ վերջ։ Ցավոք ոմանք ընտրում են այդ մարմնավորը եւ կորցնում են Հիսուսին։ Բայց ամեն գործդ Աստծուն փնտրելով արա։ Եթե ունեք բան ասելու, չունեք։ Էլի, հիմա Սաղմոսներից։ Սաղմոս 9:10 Քեզ փնտրողներին երեսից չձգեցիր։ Սաղմոս 34:10 Տերը փնտրողներին բարություն պակաս չի լինի։ Շնորհակալ եմ Աստծուն, էլ սրանից լավ ոնց գրվեր։ Տերը փնտրողներին բարություն պակաս չի լինի։ Ուզում ես բարություն։ Կամ ինչքան է պատահում, բարությունդ պակասում է։ Բարությունը դա ոչ թե քո բարություն, այլ ինչ որ ունեցվածքդ։ Տերը փնտրողներին բարություն պակաս չի լինի։ 14:2 Տերը կնայի, թե կա իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Այստեղ ուշադիր մի հատ նայենք։ Տերը Ստեղ սկզբից Աստված է փնտրում։ Ուրեմն եկեք այս խոսքը իմ ասած բերենք ստեղ։ Աստված երկնքից նայում է։ Գիտեք ինչ է նայում։ Ոչ քո բոյ բուսատին է նայում։ Ոչ քո սանրվածքին է նայում։ Ոչ քո հագուստին է նայում, ոչ քո գրպանի պարունակությանն է նայում, ոչ քո արած-չարածներին է նայում, մի բանին է նայում։ Աստծուն փնտրում ես թե չէ։ Դենց կարդացի։ Աստված նայում է եւ իմաստուն է համարում այն մարդուն, ով Աստծուն է փնտրում։ Ով Աստծուն չի փնտրում, Աստված նրան իմաստուն չի համարում։ Եթե Աստված մեկին իմաստուն չի համարում, ուզում ամբողջ աշխարհը ասեն դա իմաստուն է։ Երբ որ այս մարդը կանգնի Աստծո առջև, այնտեղ կհայտնաբերի, որ ինքը իմաստուն չի։ Ուրեմն սրան ուշադրություն դարձրեք։ Էսի իմ այդ խոսքերի կարևոր մասերից մեկն է։ Աստված նայում է, բերեք էսի ասենք, փնտրում է, նայի, որ տեսնի, կա իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Էդի ոչ թե միայն եկեղեցում, այլ ընդհանրապես ազգի մեջ էլ, բոլոր վայրերում։ Օրինակ,
Ելնա որ մի տան մեջ վեճ առնեմ։ Դա ինչ է որ չլինի, հա։ Աստված փնտրում է ով է իմաստուն, այդ իմաստունին բռնի, այդ իմաստուն միջոցով այդ վեճը հանդարտեցնի։ Իսկ ով է իմաստուն, ով որ Աստծուն է փնտրում։ Ով որ այդ վեճի մեջ ոչ թե իր անունն ուզում առաջ տանի, ոչ թե իր արդարությունն ուզում ապացուցի եւ այլն, այլ Աստծուն է փնտրում։ Ուզում է Աստված լինի այդտեղ, ուզում է Աստված գա այդ հարցը լուծի։ Եվ Աստված այս մարդու կվերցնի եւ այս մարդու միջոցով կհարթի։ Այս մարդու միջոցով կլուծի։ Աստված նայում է։ Դեսիս ընտանիքում ասեցի։ Նույնը ճիշտ է բոլոր տեսակի հարաբերությունների մեջ։ Բոլոր իրավիճակների մեջ, ցանկացած իրավիճակի մեջ Աստված մարդ է փնտրում, որ նրա միջոցով այդտեղ ինչ որ մի հարց լուծի։ Բանի թագավորած գրքի մեջ էլ կա, առաջ թագավորած Սամվել մարգարեն ասեց. Աստված մարդ է փնտրում իր համար, որպեսզի իր ժողովրդը իշխան դնի։ Միշտ Աստված փնտրելու մեջ է։ Ինչ է փնտրում մարդ, կարող ասեք 8 միլիարդ մարդ կա։ Այս 8 միլիարդ մարդկացից քանիսն են իմաստուն։ Եվ Աստված իմաստուն ասելով, ի նկատի ոչ թե ակադեմիկոս, ոչ թե շախմատի չեմպիոն, այլ Աստծուն փնտրող։ Աստծու ասած իմաստունը Աստծուն փնտրողն է։ Եվ փնտրում է ով է իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Դե շարունակությունը կարող ենք արդեն հասկանանք։ Ով որ Աստծուն փնտրի, Աստված նրան ընդառաջ կգա, այս նրանց առաջ եղածներով, Աստված նրան կպահպանի, Աստված նրա սիրտը կապրեցնի, Աստված նրան կզորացնի, Աստված կգա նրա հետ, Աստված նրան հաջողություն կտա, թշնամիներին կխոնարհեցնի եւ նրա միջոցով մեծամեծ բաներ կանի։ Ով է Աստծուն փնտրողը։ Սաղմոս 27:8 Իմ երեսս փնտրեցեք, որ ասիր, իմ սիրտս քեզի ասեց, քո երեսդ պիտի փնտրեմ, ով Տեր։ Անես կպել է իմ սրտին այս համարը։ Հիմա դուք լսում եք այդ առաջի մասը, որ Աստված ասում է ինձ փնտրեք։ Իմ բերանով եք լսում, բայց Աստծո խոսքն է։ Հիմա այս առաջի մասն եք լսում, իսկ քանիսն են երկրորդ մասը ասում։ Հասկանում եք։ Աստված միշտ էլ ոմանց միջոցով մեր սրտի դուռը թակում, ասում է կփնտրես ինձ, իմ երեսը կփնտրես, կուզենաս հանդիպենք, ետեք սենց ասենք։ Հիշում եք Հիսուսը հայտնության 3-րդ գլխի 20-րդ ասում է, ես սրտի դուռը կանգնած թակում եմ, ինչի համար է թակում, հանդիպում է ուզում։ Աստված որ իրան փնտրել է ուզում, Աստված հանդիպում է ուզում։ Եվ ինչքանով է քո սիրտը արձագանք։ Ինչքանով է քո սիրտը ասում, որ այո, քեզ կփնտրեմ։ Եվ այսօրվանից որոշում եմ, իմ բոլոր գործերը քեզ փնտրելով անեմ։ Իմ բոլոր գործերը ենթարկեցնեմ քեզ փնտրելուն։ Իմ կյանքի ամենաառաջի բանը նպատակը դնեմ քեզ փնտրելը, մնացածը, որը կհաջողվի, որը չի հաջողվի, ոչինչ։ Բայց Աստված էլ ասում է, եթե ինձ փնտրելով անես, ամեն ինչ էլ կհաջողվի։ Լրիվ կհաջողվի, եթե ինձ փնտրես։ Ժողովուրդ, Աստված մեր կողմից է, մեր լավն է ուզում, մեր փրկությունն է ուզում, մեր ապահովությունն է ուզում, մեր հաջողությունն է ուզում, բայց դրա պայմանն է սա, որ ինքը մեր հետ լինի։ Ով ծնողը լավ կհասկանա, ուզում ես քո երեխեն քո հետ լինի, բայց որ թե քո հետ լինի ամեն օր իրար մի սուտեք, այլ քո հետ լինի իրար հետ սիրով ապրեք։ Քո երեխեն չես որպես ծնող հարգի, դու էլ իրան որպես քո երեխա հարգես։ Եվ դու պատրաստ ես քո երեխու համար ամեն ինչ անելու։ Նույն սիրտը ունի Աստված մեր հանդեպ։ Նույն սիրտը, նույն կամքը, նույն մտածումը։ Ուզում եմ քո հետ լինեմ, ուզում եմ, որ դու իմ հետ լինես։ Փնտրելը էսա։ Ոչ թե ես չկամ, դու ինձ փնտրես, չէ։ Քո եղած վիճակը եւ իմ եղած վիճակը իրարից տարբեր են։ Դու այնպիսի տեղ ես, որ անմաքրություններ կա քո կյանքում, իսկ ես սուրբ եմ։ Հիմա, որպեսզի իմ հետ ապրես, ես չեմ կարող գալ քո հետ ցեխի մեջ ապրել։ Դու ցեխից դուրս արի իմ հետ սրբության մեջ ապրել։ Ամեն ասում եք սրա։ Եվ
Աստծո ուզած սրբությունը հաճախ մեր մտածած սրբությունից տարբեր է։ Մի հատ շատ կոպիտ օրինակ կա։ Միտեղ ասել եմ, մտածում եմ ասեմ թե չէ, բայց արդեն սկսեցի։ Ինչ կոպիտ է, բայց հասկանալու համար դիպուկ է։ Բայց իրացրա գնացել ես մի ռեստորան, ուզում ես ճաշ ուտես։ Մեկ էլ իմացար, որ ճաշի պղնձի մեջ մի հատ մուկանգ է։ Ով կուտի այդ ճաշը։ Մեկը ես չեմ ուտի։ Բայց մեկ էլ այդ ճաշը փողը ուզենա արդարացնի, ասի, այն մյուս ռեստորանում 10 հատ մուկեր ընջե, իմը մի հատ է։ Այսինքն նրա համեմատ իմը մաքուր է։ Եվ ճիշտ ասում, նրա համեմատ ժողովուրդ Աստծուն 99% մաքրությունը չի բավարարում, Աստծուն բավարարում է 100% մաքրությունը։ Մենք հաճախ մեզ մաքուր ենք տեսնում համեմատելով ուրիշի հետ, եւ մեզ թվում է մաքուր ենք։ Աստված ասում է չէ, դուք ուրիշի հետ մի համեմատեք, այս սրա հետ համեմատեք ձեզ։ Իմ խոսքի հետ ձեզ համեմատեք։ Այսինքն Աստված ուզում է քո հետ ապրի, շատ է ուզում։ Ուզում է այդքան էլ դու ուզես իր հետ ապրես։ Եթե այդքան էլ դու ուզես իր հետ ապրել, դու կթողես ամեն բան։ Այն միտեղ կարդացին, չէ՞ որ ասում է, ես կդառնամ կգնամ իմ տեղը, մինչև իրանց հանցավորները հասկանան, դարձի գան, խոստովանեն, ինձ փնտրեն, այն ժամանակ կգտնվեն։ Մեր այն ամենափոքր մեղքն էլ Աստծուն խանգարում է։ Որ մեզ թվում է ինչ եմ արել որ։ Դրա համար Հիսուսն ասեց, նույնիսկ դատարկ խոսքը, բայց մենք ինչքան ենք դատարկ խոսք։ Իմ հետ շփողները գիտեն, քանի անգամ եմ ասել, կատակով ասած սուտն էլ ասուտ։ Կատակով տված հարվածն էլ հարված։ Բայց կատակով ինչքան մենք սխալ բաներ ենք խոսում։ Եվ դրանք վշտացնում են, դրանք Սուրբ Հոգուն վշտացնում են, դրանք խանգարում են իմ եւ Աստծո միջև հարաբերության։ Աստված 100%-անոց սրբությունն է ուզում քեզանից։ Եվ այդ հնարավոր է, որտեղ Քրիստոսի արյունը քեզ կարող է 100%-ով մաքրել։ Եթե դու 100%-ով ապաշխարես, նա 100%-ով քեզ կմաքրի։ Եթե 100%-ով քո մեղքը ընդունես, բայց ցավոք ես տեսել եմ շատերին, հիմա էլ տեսնում շատերին։ Փոխանակ իր մեղքը ընդունի ապաշխարի, ուզում է իրան արդարացնի։ Ժողովուրդ, դրանով Աստծուն չես կարող մոտենաս։ Եթե դու ուզենաս քեզ արդարացնես, չես կարող Աստծուն մոտենալ։ Քեզ արդարացնող միայն Քրիստոսը է։ Իսկ Քրիստոսը կարդարացնի, երբ որ դու քո մեղքը բերես նրա արյան տակ։ Ոչ թե մեղքը թաքցնես, սվաղես, ասես մաքուր է, ինչ կա։ Հա, այն 10 մուկ ունեցողից մաքուր ես, բայց Աստծո ուզածի չափ մաքուր չես։ Հասկացաք ինչ եմ ասում։ Եթե որ Աստված ասում է ինձ փնտրեք, իմ սիրտն էլ ասում է ես քեզ պիտի փնտրեմ, որ մեր սիրտը պիտի իմանա, պիտի լրիվ մեղքերը թողի, լրիվ այն Աստծուն խանգարող բաները թողի եւ Աստված կգտնվի։ Սրան միացնեմ Եբրայեցիների 11:6 համարը։ Աստված վարձահատույց կլինի իրեն փնտրողների։ Այսի համընկնում են բանի Սաղմոս 14:2, որ Աստված նայում է, ով է այն իմաստունը, որ Աստծուն կփնտրի։ Աստված նայում է, ով է իրան փնտրում, նրան ընդառաջ է գալի։ Աստված ընդառաջ է գալի ու իրան փնտրողին։ Եթե փնտրես Աստծուն, բայց իհարկե եթե սրտանց փնտրես, եթե բոլոր խանգարող բաները մի կողմ դնելով փնտրես, եթե պատրաստ ես ամեն զոհողության մենակ թե Աստծո հետ քո կապը հաստատես, ինչպես Պողոսն ասեց, ինչ որ ինձ շահեր նրանք էլ վնաս համարեցի։ Եթե այո, այդ ձևով սրտանց փնտրես, Աստված կգտնվի։ Աստված բանը այնպես չի որ ուզում է թաքնվի, ճիշտ հակառակ, նա ուզում է գտնվի։ Նա քեզ ընդառաջ է ուզում գա։ Միայն թե այս պայմանները բավարարես։ Եվ ուզում եմ վերջացնեմ այս խոսքերով։ Քանի որ մենք արդեն հույս ունենք վերինների, մենք գրանցված ենք այնտեղ, մեր կյանքը պահված է Քրիստոսի մեջ,
Մենք ուրեմն ընդեղի մասին մտածենք։ Եվ վերինների ամենավերինը Աստվածը։ Մենք փնտրենք Աստծուն։ Վերինները փնտրել նշանակում առաջինը Աստծուն փնտրել։ Նրա հետ ապրել փնտրենք, նրա հետ հաղորդակցություն փնտրենք։ Որ չլինի մի օր Հիսուսն ասի ես քեզ չեմ ճանաչում։ Հենց ստեղից Հիսուսը ճանաչի։ Հիսուսը ճանաչում է ում հետ հանդիպել է, ով իրան փնտրել է, ով ապաշխարել է, ով իր սիրտը բացել է։ Եվ այլն, կարելի է այս ցուցակը շարունակել։ Բոլորը գիտեք, ես նորություն չեմ ասում։ Այն ժամանակ չլինի այս խոսքերի մեկը լսի, ես քեզ չեմ ճանաչում։ Հենց ստեղից դու Հիսուսին ճանաչես։ Շնորհակալ եմ Տեր իմաստի։